պարոն Վարդազարյան, պետք է խնդրեմ տեղեկացնեք մեր հաղթանակի զբոսայգուն եւ Բաբայան փողոցին հարող հողատարածքների վերաբերյալ, որոնք որ մեր փաստացի այգու մի մասն էին եւ ինչ որ մի տարի սեփականաշնորհվել էին եւ այդտեղ մենք արդեն մի 2 տարի process ունենք, ոնց որը մոտենում է իր կարևոր հանգուցալուծմանը։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, խնդրու առարկա հանդիսացող երկու գույքերից առաջինը դա Բաբայան փողոց 1/1 հասցեով ամրագրված շուրջ 6900 քառակուսի մետր մակերեսով մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքն է, որը փաստացի հանդիսանում է զբոսայգու անտառային շերտի մի մասը եւ տեղակայված է Մայր Հայաստան հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում, պատկերում նշված է կարմիր կետագծերով հողատարածքի սահմանը։ Նաև համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի տվյալ հողամասը ներառված է հատուկ պահպանվող հուշարձաններին գոտում, որը նույնպես փաստում էր կառուցապատման անհնարինության մասին։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, աշխատանքային կարգով հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն տվյալ հողատարածքի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավար կազմի հետ հողատարածքը համայնքին հետ վերադարձնելու եւ այգու անբաժանելի մասը դարձնելու վերաբերյալ։ Արդեն իսկ ընկերությունը քաղաքապետարանը ներկայացել համապատասխան դիմում հայտը, որի հիմքով նաև ձևավորվել է քաղաքապետի որոշում։ Նաև օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ռիդ ընկերության ղեկավար կազմին։ Երկրորդ հողատարածքը 2000 քառակուսի մետր մակերեսով, որը հարում է տվյալ հողատարածքին Բաբայան 1/1 հասցեին եւ պատկանում է նույն ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ իրավական սահմանափակում կառուցապատման համար ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի չունի, սակայն նշված տարածքում միջավայրին ոչ համահունչ կառուցապատումը բացառելու նպատակով հողամասի փոխանակման առաջարկ է ներկայացվել համայնքի սեփականություն հանդիսացող այլ հողատարածքի հետ։ Ամփոփելով այս ամենը, կուզեմ հստակ նշել, որ արդյունքում գեներացվում է շուրջ 9000 քառակուսի մետր հողատարածք, որը որ նախատեսվելու է հանրության օգտագործման համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, սիրելի երևանցիներ, սա Երևանի քաղաքապետարանի կարևորագույն մոտեցումներից մեկն է, երբ որ հանրային այգիների, հանրային տարածքների, նույնիսկ սեփականացրած հատվածները վերադարձվում են քաղաքին եւ իրականում սա մեր հաղթանակի զբոսայգու անբաժանելի մի մասն է եղել այս հողատարածքները եւ որոշակի մասնավոր գործընկերների հետ բանակցություններից հետո խնդիրը լուծել ենք եւ վերադարձնում ենք համայնքին եւ այստեղ գալիս է հաջորդ հարցը Տիկին Թևանյան ինչ ունենք հաղթանակի զբոսայգու ծրագրի հետ կապված ինչ process-ում է Հարգելի պարոն քաղաքապետ, հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրի հետ կապված մենք ունենք կառուցապատման պայմանագիր կնքված ուրախ ժամանց ՍՊ-ի հետ, որի կառուցապատման ժամկետի ավարտից հետո համայնքը օրենքով սահմանված իրավասության շրջանակներում ցանկություն չի հայտնել երկարացնելու պայմանագրի գործողության ժամկետը եւ լուծել է կառուցապատման պայմանագիրը համապատասխան ձևով գրանցելով կադաստրի կոմիտեում։ Սակայն ուրախ ժամանց ՍՊ-ի կողմից դատական հայց է ներկայացվել եւ դրա շրջանակներում շուրջ 1 տարի տևած դատական process-ի արդյունքում Առաջիհայցյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել է եւ հաստատվել է, որ համայնքին չի որեցվում կնքել կառուցապատման պայմանագիր, ինչը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, այդտեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետեւ process իրականացնելու կապակցությամբ եւ մենք սպասում ենք մինչեւ դատական process-ները ավարտվեն, որպեսզի կարողանանք ծրագիրը իրականացնել։ Շատ բարի, իրականում սա էլ նորմալ իհարկե իրավական ընթացակարգ է եւ այստեղ պետք է դանդաղ շտապենք, ինչպես ասվում է, բայց այնուամենայնիվ ուզում եմ նաեւ հստակ արձանագրել, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից, այսինքն մեծամասնության ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականին արդեն տենց հոտած պայմանագրին։
ստորադասվել եւ ես կարծում եմ, որ սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս մենք նաեւ արձանագրում ենք դատական որոշումներով, որի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին եւ այս տրամաբանությամբ նաեւ կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին եւ սկսեց շունչ ստանալ այդ այգին եւ չորացող ծառերի փոխարեն սկսեց այդտեղ ինչ որ աշխատանքներ իրականացվել եւ հիշեցնեմ նաեւ Ակբա բանկի հետ մենք այդտեղ ստորագրեցինք հուշագիր եւ Ակբա բանկը եւ Երևան քաղաքը ներդրումային ծրագիր են իրականացնելու այգում